Պարոն Պապիկյան, ինչպես կգնահատեք քարոզչության այս շրջանը եւ ինչ տրամադրվածություն ունի ժողովուրդը ձեզ։ Շատ պոզիտիվ, շատ լավ, շատ ջերմ, միայն դրականը կարող եմ ասել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին ինչպես եք վերաբերում, մասնավորապես նախորդին, այսպես շատ վիրավորական կերպով է արտահայտվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ։ Շատ հստակ արձագանքեց։ Ես էլ նաև կիսվել եմ վարչապետի արձագանքով։ Իրանք պետք է իրենց չափը ճանաչեն ու ոտատակ չգնեն ուղղակի։ Նաև ընդդիմությունը մասնավորապես իշխանություններին մեղադրում է բանակը ոչ ճիշտ զինելու մեջ։ Այս մասով որևէ արձագանք որպես պաշտպանության նախարար Արձագանքը մայիսի 28-ին։ Մայիսի 28-ին, երբ որ մենք հաշվետվություն կներկայացնենք մեր հասարակությանը եւ նաև ցույց կտանք այն սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան, որ մենք գնել ենք, այդ ժամանակ նաև կարձագանքի։ Նրանք նաև այսպես սուերի մասի, սու 30-ների մասին են ասել, որ հարակ, բայց արդյունք չեղավ ժամանակին դրա մասով որևէ 30-ները շատ արդյունավետ միջոցներ են, հիմա էլ հագեցվում են հրթիռներով տարբեր տեսակի, կարծում եմ այդ քննադատությունները անհիմն են եւ անտեղի։ Նաև խոսենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, ընդդիմությունը, ինչպես նաև ռուսական որոշ քաղաքական շրջանակներ Հայաստանին մեղադրում են իշխանություններին Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ։ Մենք որևէ ցանկություն ու միտում չունենք Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելու։ Դա հստակ է, այլ բան չեմ կարող ասել։ Մնացածը թե ով ինչ կարծիքի է, թող իր կարծիքին մնա։ Իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանդիպումները մարդաշատ են, ընդդիմությունը նաև մեղադրում է վարչական ռեսուրսի կիրառման մեջ։ Ես դա բացառում եմ։ Ես դա ինքներդ նայեք։ Շրջեք, հետևեք։ Նոր Էջմիածին քաղաքում ես չէի կարող ավտոբուս նստեմ, չէի հասցնում, որովհետև չէի ուզում մի կողմից մերժեմ մարդկանց, բայց մյուս կողմից ավտոբուսը գնում էր։ Այս դա պարզ ցուցիչ է։ Այսինքն, եթե իրենք հակված են բեմադրել ինչ-որ թատերական ներկայացումներ ու տարբեր դերասանություններ անել, նման բան բեմադրել հնարավոր չի։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների քանակը մեծ է։ Օր-օրի մեծանում է։ Մեծ է եւ օր-օրի երկրաչափական պրոգրեսիայով աճում է։